Երվանդ Հայաստանի գործող վարչապետը օրերս մի հայտարարություն է արել այն մասին, որ քանի որ կա արևմտյան Ադրբեջանի խնդիր, ճակերտներով իհարկե, եւ Ադրբեջանը պահանջում է, որ 300,000 ճակերտներով վտարված ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, այդ հարցը փակել արցախցիների վերադարձի հարցի հետ։ Միջև այդ խոսք էր գնում, որ ընդհանրապես Արցախի հարցը եւ այդ ադրբեջանցիների հարցը լրիվ տարբեր հարցեր են։ Այսինքն ակնհայտորեն դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել եւ Հայաստանի վարչապետը անում է այն առաջարկը, որը պետք է Ադրբեջանին։ Սա ինչ է նշանակում։ Տեսեք, ուրեմն եթե դուք նկատեք, ուրեմն Նիկոլ Փաշինյանը անընդհատ գնում է զիջումների։ Երբ որ Ադրբեջանը ասում է պետք է Մինսկի խումբը լուծարենք, Փաշինյանը ժամանակին ասում էր Մինսկի խումբը կլուծարենք, եթե լինի խաղաղ պայմանագիր։ Հետո ինքը փոխեց տեսակետը, Մինսկի խումբը համաձայնվեց լուծարվելու, բայց խաղաղ պայմանագիրը գոյություն չունի։ Հետո հայտարարեցին, հետո Ադրբեջանը ասում էր, որ պետք է Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանադրության փոփոխություն չի լինի, որտեղ մենք ճնշումների չենք գնա, ավելին սահմանադրության մեջ չկան այդ դրույթները, որ խոսում է Ադրբեջանը։ Կամ սահմանադրական դատարանը կորոշի, որն է առաջանում միջազգային որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց փոխել սահմանադրությունը։ Հետո Ադրբեջանը ասում էր, դուք պետք է համաձայնվեք, որ Զանգեզուրի միջանցք լինի։ Փաշինյանը հայտարարում էր, որ նես բան չի կարող լինել, նույնիսկ ինքը հպարտանում էր, որ ինքը զոհաբեր այդ ժամանակին Արցախը, որպեսզի Զանգեզուրի միջանցք չլինի։ Այս տարի օգոստոսի 8-ին մենք տեսանք, թե ինչ համաձայնագիր կնքվեց Վաշինգտոնում փաստացի Զանգեզուրի միջանցքի դուռը բացելու հարցում։ Ավելին կարող եմ ասեմ, երբ որ ադրբեջանցիները օգտագործում են Զանգեզուրի միջանցք տերմինը եւ նշում են, որ սա պետք է ասիմետրիկ հարաբերություն լինի, այսինքն իրենք չեն տալու այն պայմանները, ինչ որ իրենք ստանալու են Հայաստանից Ալեն Սիմոնյանը արձագանքեց, ասաց այո, իրենք պետք է ունենան առավելություն, որովհետև վերջին 20-25 տարիների ընթացքում մենք մեծ վնասներ ենք տվել իրենց, ինչ որ կոմպենսացիա պետք է լինի։ Սա ես ասում եմ, ինչ է ասել Հայաստանի ազգային ժողովի նախագահան, հա։ Եվ վերջապես 2 տարի առաջ Ալիևը հայտարարեց, որ մենք առաջարկում ենք, որ օրակարգից հանել Ղարաբաղի փախստականների վերադարձի խնդիրը, մենք էլ չենք խոսի ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2 տարի առաջ հայտարարեց, որ ադրբեջանցի փախստականների մասին խոսելը անիմաստ է, որտեղ նախ եւ առաջ նրանք ստացել են պետական աջակցություն այն ժամանակ խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից, ավելին այն ժամանակ Ադրբեջանից ավելի քան 450,000 մարդ էր եկել, այսինքն պետք է այդպիսի հավասարություն եւ ինքը համեմատեց ադրբեջանցիների խնդիրը Նախճիվանի հայերի ճակատագրի հետ եւ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերենի խնդիրը լրիվ այլ խնդիր է։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ փաստացի Նիկոլ Փաշինյանը 2 տարի անց արդեն համաձայնվում է Իլհամ Ալիևի այս տեսակետի հետ, բայց Իլհամ Ալիևը չի սահմանափակվում դրանով։ Եթե դուք նկատեք, Նիկոլ Փաշինյանը իր խոսույթի մեջ չկա արցախցիների վերադարձի խնդիր, բայց Իլհամ Ալիևը արդեն այս տարվա ընթացքում 3 անգամ ուղերձ է հղում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների համայնքին, որտեղ նշում է, որ առանց ադրբեջանցիների վերադարձի Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել։ Այսինքն դա փաստացի կարելի ասել, որ նախապայման է դրել։ Այսինքն Փաշինյանը փաստացի էլի ստեղել հետ է քաշվում եւ Ադրբեջանը առաջ է գնում։ Հասկանալի պատճառներով փաստացի այս պահանջները Ադրբեջանի անընդհատ են լինելու, որովհետեւ չկա միջնորդ ես երկու երկրների միջև, եթե միջնորդ չկա, ուժեղ կողմը փաստացի անընդհատ պահանջները դնելու է եւ հասնելու է իր նպատակին, իսկ Փաշինյանը ինչի չի ուզում, որ միջնորդ լինի, որտեւ իրական միջնորդներից ինքը վախենում է, որտեւ այդ իրական միջնորդներից ինքը սպառնալիք է զգում իր անձնական իշխանության համար, իսկ թվացial միջնորդները օբյեկտիվորեն չեն կարող բավարարել այդ միջնորդի առաքելությունը, Ալիևը դա հասկանում է, որ Փաշինյանը թակարդի մեջ է հայտնված, ինքը վախենում է սեփական ժողովրդից, վախենում է իրական դաշնակիցներից Հայաստանի, օգտագործելով այդ ամեն ինչը փորձում են մաքսիմալ սենց քամելով տանել առաջ։ Մինչդեռ իրական միջնորդներ կան եւ
միակ գործոնը, խոչընդոտը, որը փաստորեն թույլ չի տալիս, որպեսզի կանգնացնենք այս Ալիևի այս արշավը, դա Նիկոլ Փաշինյանն է եւ իր վարչակազմը։ Իդեպ նշեմ, որ նույնիսկ բանի այսպես ասած Տրամպի կամրջի հետ կապված Ռուսաստանը հայտարարում է, որ ինքն էլ կարող է այսպես ասած մասնակցություն ունենալ, փորձում է պոլիտկորեկտ այսպես ասած ձևակերպում տալ, որովհետեւ այդ խնդիրը ուղղակի շահկապված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի եւ Ռուսաստանի անվտանգության խնդիրների հետ։ Բացի այդ, ես ասեմ, որ Ռուսաստանը ակտիվ առաքելություն է կատարում Ղարաբաղցի փախստականներին օգնության հետ կապված, հատկապես այս տարվանից այդ օգնությունը շեշտակի մեծացել է եւ այս վերջերս էլ որոշում կայացվեց, որ այդ օգնությունը կշարունակվի մինչև 26 թվականի, առնվազն մինչև 26 թվականի վերջ։ Ես շատ դրական եմ գնահատում, հատկապես այն բանից հետո, երբ որ Ռուսաստանի այդ հայտնի կազմակերպության Ռոսատնտեսվայի ղեկավարի տեղակալ դարձավ Իգոր Չայկան, էապես փոխվեց Ռուսաստանի մոտեցումը այս հարցի շուրջ, ճիշտ մենք լավ հասկանում ենք, որ փախստականներ ձևակերպումը դա շատ կարևոր է նաև ոչ միայն հումանիտար, նաև քաղաքական գործոն է եւ դա շատ կարևոր է հետագայում, որ մենք կարողանանք վերջնականապես չփակենք այս խնդիրը։ Ինչից նյարդայնանում են բնականաբար ադրբեջանցիները եւ ադրբեջանական մամուլում ուղղակիորեն գրգռված են եւ նյարդայնացած են այն հանգամանքով, որ Ռուսաստանը փաստացի ուզում է հումանիտար միջանցքով, այսպես ասած, մտնել այս process-ի մեջ եւ իրենք հասկանում են, որ դա իրական վտանգ է ներկայացնելու իրենց ապագա նրկտումների համար, այդ իսկ պատճառով խիստ նյարդայնացած են։ Երվանդ, Ալիևը երբ որ խոսում է տարածաշրջանի խնդիրներից, այսինքն տարածաշրջանում կլինի խաղաղություն, եթե իր պայմանները առաջ տանի։ 20 թվականի պատերազմը դա ստատուս կվոյի փոփոխությունն էր։ Եվ ստատուս կվոյի փոփոխությունից հետո Հայաստանից գործող վարչակազմը ամեն ինչ արեց, որպեսզի այդ հավասարակշռությունը տարածաշրջանային փոխվի։ Գնացին Պրագա, ստորագրեցին, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, հաջորդ քայլերը արեցին եւ այս ստատուս կվոյի փոփոխությունը գնում է ի օգուտ Թուրքիայի, ի վնաս Իրանի եւ Ռուսաստանի։ Եվ փաստորեն Հայաստանը հայտնվում է թուրքական աշխարհի մեջ։ Մեր միակ տարբերակը կարող է լինել, երբ որ ստատուս կվոյի փոփոխություն լինի եւ հավասարակշռություն լինի մեր շրջապատող գետնի վրա գտնվող երկրների միջև, բայց սա Հայաստանի շահերից է բխում, բայց չի բխում Հայաստանի իշխանության շահերից։ Դա շատ պարզ, որովհետեւ Հայաստանի, գիտեք, ես շատ մի կարևոր ձևակերպում ասեմ, ինչու է Նիկոլ Փաշինյանը վախեցած այս Ռուսաստանից եւ Իրանից, որոնք Հայաստանի բնական դաշնակիցներն են եւ 170-ական Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը հակասում են Հայաստանի պետական շահերի հետ։ Շատ կարևոր ձևակերպում ասեմ, որ շատերը չեն նկատել եւ չեն բանարել։ Ուրեմն տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց Լեռնային Ղարաբաղը զոհաբերել, հիշենք, 2022 թվականի գարնանից։ Ինչ տարի էր 2022 գարնը։ 2022 թվականի փետրվարի 24-ին բռնկվեց ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում Արևմուտքի եւ այն ժամանակվա Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ բռնկվեց փաստացի սառը պատերազմ, որը վտանգ կար վերաճելու տաք պատերազմի, հիշում եք։ Այդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը առաջ դրվեց ընտրության վերջնական խնդիր։ Ինքը պետք է կողմնորոշվեր Ռուսաստան թե Արևմուտք։ 2018 թվականից հետո այդ խնդիրը դրած, բայց մինչև 22 թվականին նա փորձում էր այսպես ասած դիվերսիֆիկացված քաղաքականություն տանել, որի արդյունքում նրան հաջողվեց 21 թվականին վերարտադրել իր իշխանությունը, բայց 22 թվականի գարնանը ինքը արդեն որոշում կայացրեց կողմնորոշվել դեպի Արևմուտք, որի համար ինքը պետք է զոհաբերեր Արցախի, ինչի, որտեղ Արցախում էր այն ժամանակ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Արևմուտքը պահանջում էր արդեն, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գար, իսկ որպեսզի դուրս գար, պետք է չններ Ղարաբաղ։ Չկա մարդ, չկա խնդրեմ, չկան ղարաբաղցիներ, չի կարող լինել ռուսական խաղաղապահ ուժեր։ Այսպիսի բանաձև էր առաջարկվում Արևմուտքի կողմից Փաշինյանին, եւ ինքը փաստացի այդ սպեցօպերացիան 22 թվականից կատարվեց, որի արդյունքում իհարկե այն ժամանակ դիմադրության շարժում սկսվեց Հայաստանում, բայց ձախողվեց այդ շարժումը, եւ դրա արդյունքում փաստացի ինքը տատանվում էր վերջնական որոշումը կայացներ,
ջերմուկի օպերացիան Ադրբեջանի կողմից, պետք էր որպեսզի Նիկոլ Փաշինյանը առաստատանվելու այդ որոշումը կայացներ, հիշում եք 22 թվականի որոշումը, բացացի ջերմուկի օպերացիան, այդ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը, դրանք բոլորը փաստացի միայն մի խնդիր կար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում կայացներ։ Դա գիտեն շատ լավ Բրյուսելում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Բերլինում, դա շատ լավ գիտեն նաև Մոսկվայում։ Փաշինյանն է դա շատ լավ հասկանում։ Փաշինյանը հասկանում է, որ հետդարձի վերադարձ արդեն օբյեկտիվորեն ինքը չունի։ Դա համար ինքը ստիպված փաստորեն վախից իր իշխանությունը պահելու համար արդեն գնում էր մինչև վերջ հանձնելու այն իր բաները, որպեսզի կարողանա իշխանությունը պահի։ 22 թվականից մինչև 25 թվականի ժամանակահատվածում Հայաստանը միայն զիջել է, որովհետև այդ զիջելու արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է պահել իշխանությունը։ Եվ եթե 26 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը կարողանա վերարտադրվել, ես ասեմ, որ Հայաստանի ճակատագիրը 1-2 տարի մեջ կլինի այնպես, ինչպես որ եղավ Արցախի ճակատագիրը։ Երևան վերջի թեման։ Մենք հիմա 25 թվականն ենք ճանապարհ դնում եւ մտնում ենք 26 թվականը։ Պրոցեսները գնում են այնպես, որ կարծես թե Ուկրաինայի հարցում որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել։ Եվ պայմանավորվածությունները լինելու են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Եվ Եվրոպան սեղանի շուրջ նստած չի։ Եվ դրա համար Եվրոպան հասկանում է առաջի անգամ Եվրոպայում պատերազմ է լինում եւ այդ պատերազմը լուծվում է առանց եվրոպացիների կարծիքը հաշվի առնելու։ Սա նշանակում է, որ Զելենսկին, Ուկրաինայի նախագահը կարող է կորցնի իր իշխանությունը եւ շատ բաց սցենարներ են ասում, նույնիսկ ուկրաինական կողմը զալուժն են ասում է Ուկրաինայում կարող է քաղաքացիական պատերազմ լինել։ Հիմա հարցը հետեւյալն է. Զելենսկու նման քաղաքական գործիչների ավարտը գալիս է եւ Հայաստանի գործող վարչապետը ըստ էության նման կարգի քաղաքական գործիչ է։ Եթե Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ պայմանավորվածություններ են ձեռք բերում, դա տարածվելու է նաեւ մեր տարածաշրջանի վրա։ Եվ արդյոք դա չի նշանակում, որ այս գործող վարչապետը նույնպես կորցնելու է իր իշխանությունը։ Այդ հարցին շատ լավ հարց եք տալիս, այդ հարցին պատասխանեմ շատ ավելի անկեղծ։ Տեսեք 2018 թվականին, երբ որ Փաշինյանը եկավ իշխանության, շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ ժամանակվա Յենի Ադրբեջան համագումարում Ալիևը առաջին անգամ պետական մակարդակով դրեց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խնդիրը եւ այն ժամանակվա ամենակարկառուն գործիչները հայտարարեցին, որ 10 տարի անց Հայաստան ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլևս Հայաստան չի լինելու։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք դրա մասին։ Եվ ըստ էության 2018 թվականից իրենց մոտ ծրագրավորված էր այդ process-ը։ Բայց ինչ է կատարվում այսօր։ Ես դրա հետ լրիվ համաձայն եմ, որ փաստացի Միացյալ Նահանգներում Տրամպի հաղթանակից հետո աշխարհում ֆունդամենտալ փոփոխություններ են կատարվում, փլվում է այն նախկին գլոբալիստական աշխարհը, որը կար մինչև Տրամպի հաղթանակը, դա առանձին թեմա է, եթե ուզեք առանձին կարող ենք հետագայում կզրուցենք, բայց ինչն է կարևորը։ Տեսեք, Տրամպի դեկտեմբերի 5-ին հրապարակված Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգում կար ուկրաինական խնդրի հետ կապված, Ռուսաստանի մասին, Չինաստանի մասին, Հարավարևելյան Ասիայի մասին, Եվրոպայի մասին, բոլոր բաների մասին կար, նույնիսկ կենբանի հետ Մերձավոր Արևելքի մասին, Կովկասի մասին ոչ մի բան չկար։ Ինչն էր պատճառը։ Ես ուղղակի ձեզ բացեմ փակագծերը։ Ուրեմն Կովկասի շուրջ Տրամպի շրջապատում կա մեծ բանավեճ։ Ես մկասեմ, թե ինչ է որոշել Տրամպը Հայաստանի եւ Կովկասի վերաբերյալ։ Մեծ բանավեճի մի մասը հատկապես լոբինգ է անում դրան այսօր Թուրքիա Միացյալ Նահանգների դեսպան Բարակը նշում են, որ պատմական փուլ է, որպեսզի Միացյալ Նահանգները պետք է աջակցեն Թուրքիային, որպեսզի Թուրքիան, այսպես ասած, վերցնի Կովկասը իր վերահսկողության տակ եւ Ռուսաստանը զրկվի այդ ազդեցությունից։ Սա, այսպես ասած, այդ մի կողմն է։ Երկրորդ կողմը, որին շատ ակտիվ պաշտպանում են իսրայելական եւ հունական լոբիստական շրջանակները, դեմ են, որ Թուրքիան մեծ դեր կատարի, որովհետեւ Թուրքիան սպառնալիք է Իսրայելի համար։ Եվ իրենք հայտարարում են, որ Կովկասում պետք է Միացյալ Նահանգները գնան կոմպրոմիսի Ռուսաստանի հետ, պայմանով, որ Ռուսաստանը Հայաստանի մասով պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որը չուժեղացնի Իրանին։ Սա
այսպես ասած, այդ դիրքորոշումն է։ Եվ հաշվանդելով այն հանգամանքը, որ Տրամպի հայեցակարգում այդ բանի մերձավոր արևելքի հետ կապված շատ հետաքրքիր փոփոխություն է կատարվել, առաջին անգամ վերջին 70 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հռչակում է, որ իր գլխավոր խնդիրը դա Իսրայելի, բացառապես Իսրայելի անվտանգության խնդիրն է։ Առաջին անգամ իրենք հայտարարում են, որ իրենք արաբական էներգակիրներից այլևս կախված չեն լինելու, որովհետև եթե դուք գիտեք, նախկինում Միացյալ Նահանգները իրենց երկրի էներգակիրները չէին օգտագործում, կոնսերվացնում էին եւ հռչակում էին, որ մերձավոր արևելքի եւ Լատինական Ամերիկայի էներգակիրներն են կարևոր դեր կատարելու։ Իրենք առաջին անգամ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները էքսպորտ է անելու իր էներգակիրները, գազը, նավթը եւ այլն եւ այսինքն իրենց համար արդեն արաբական աշխարհի գործոնը էապես թույլանում է եւ կենտրոնական խնդիրը դառնում է Իսրայելը։ Իսկ Իսրայելի անվտանգության հայեցակարգում դրած է, որ մամեդական աշխարհում չպետք է ուժեղ լինեն Թուրքիան, Իրանը եւ Պակիստանը, այսինքն հաշվելով այդ գործոնը իսրայելական լոբին փաստացի մերժում է, որ Թուրքիան դառնա այստեղ կենտրոնական դեր կատարի, նույնիսկ Սիրիայի հարցում, Սիրիայի հարավում Իսրայելը մերժեց Թուրքիայի ազդեցության մեծացումը եւ կոմպրոմիսը եղավ այն, որ այնտեղ պետքա վերականգնվի Ռուսաստանի ազդեցությունը։ Սա այս ուղղակի ասում եմ որպես ինֆորմացիա, որը համաձայնվել են ամերիկացիները։ Այսինքն այս տարածաշրջանը Տրամպը իր հայեցակարգի մեջ հատուկ է բաց թողել, որպեսզի բանակցությունների առարկա դարձնի Ռուսաստանի հետ եւ քաղաքական կոպիտ ձևակերպենք վաճառի Ռուսաստանին թանկ գնով։ Սա է իրենց մոտեցումը։ Սա ես ասում եմ ամերիկյան փորձագիտական շրջանակների քննարկումների, այսպես ասած, ամբողջ պրոդուկտը եւ թուրքական փորձագիտական շրջանակների մտահոգությունը, որ այդպիսի խնդիր կա, դրա համար էլ Թուրքիան որպեսի ավելի շահագրգռի Տրամպին, արդեն Bloomberg-ը վերջերս հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է հետ հանձնել Ռուսաստանին S-400-ները, որպեսի վերականգնի իր հարաբերությունները Տրամպի հետ եւ Տրամպը կարողանա ստանալ Տրամպից F-35 կործանիչները։ Բայց ես խիստ կասկածում եմ, որ F-35 կործանիչները կստանան, որովհետեւ այնտեղ իսրայելական, հունական եւ հայկական լոբիստական շրջանակները այնքան ուժեղ են կոնգրեսում եւ սենատում, որ չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներին թույլ տան, որ F-35-ները տան Թուրքիային, սա է խնդիրը։ Հայաստանի գործող վարչակարգը ըստ էության ընդունում է, որ 26 թվականի ընտրություններում իրենք շատ լրջագույն խնդիրներ են ունենալու եւ դրա համար ակնկալում է արտաքին օգնություն եւ դիմել են Եվրոմիությանը, որպեսզի իրենց օգնեն։ Եվ Կայա Կալասը ակնհայտորեն ասում է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստան իշխանությունը վերարտադրվի։ Սակայն այն աշխարհակաղակական գործընթացները, որոնք տեղի են ունենում, գործող իշխանությանը թույլ չի տալու իմ տեսակետից վերարտադրվել եւ 26 թվականին աշխարհում լրջագույն աշխարհակաղակական գործընթացներ են գնալու, շատ դեպքերում նույնիսկ ճակատագրական։ Այս խնդիրների մասին մենք ապագայում ավելի մանրամասը կխոսենք, իսկ այսօր շնորհակալություն։ Այո։